Վեդի մանկապղծության գործով այսօր արված բացահայտումներն էլ ավելի մեծ շոկի են ենթարկել հանրությանը։ Կոծկել են իրավապահները հանցանքը, թե պարզապես անգործություն դրսևորել, ինչեր սարսափելի հետևանքներ է ունեցել սեռական բռնության ենթարկվելուց հետո անչափահաս աղջիկներից մեկ, ինչպես հարևաններն են պատմում, 5 օր չի կարողացել վեր կենալ անկողնուց։ Վեդի բնակիչները հիմա սարսափած են և ցասման մեջ, պահանջում են խստագույնս պատժել ոչ միայն երեխաների ճակատագիրը խեղած մանկապիղծներին, այլև այն իրավապահներին, որոնք ձեռքի տակ ունենալով բավարար ապացույցներ նրանց կալանավորելու համար ազատության մեջ են թողել նրանց, ինչը նոր ողբերգության է հանգեցրել, արդեն մյուս անչափահաս քույրն է սեռական բռնության զոհ դարձել։ Տրամաբանական կլիներ, եթե նման աղմկահարույց պատմությունից հետո հրաժարական տային իրավապահ համակարգի ղեկավար կազմը, այնինչ իշխանությունը չգնաց դրան, փորձելով հանրային ցասումը պարպել միայն միջին ուղղակի պաշտոնյաների ազատմամբ։ Ավելի նախքան պաշտոնանկությունները Փաշինյանն այսօր կեսօրին ըստ էության արդարացնում էր իրավապահներին, վստահեցնելով, թե նրանք են բացահայտել կատարվածը։ Այնինչ, եթե չլիներ լրագրող Սյուզի Բադոյանի ահազանգը, դեպքը հավանաբար այդպես էլ կոծկված կմնար, մեղավորներն էլ ազատության մեջ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Պարզվում է, քննչական կոմիտեն շատ արագ աշխատում է, երբ ունենում է նման ցանկություն։ Փաշինյանի կնոջը պատկանող Հայկական ժամանակը երեկ գրել էր, որ մանկապիղծներից մեկին 65-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու հոդվածով գործ է հարուցվել քննչականում։ Ասես հասարակությունն է մեղավոր, որ նրան պախարակելով դրդել է թույն խմելով ինքնասպանության փորձ անել։ Իդեպ 65-ամյա տղամարդուն այսօր Արտաշատի դատարան էին տարել, նա ողջ ու առողջ էր։ Դատարանը նրան կալանավորեց 2 ամսով, իսկ կասկածյալներից մյուսին, Վեդիի 58-ամյա բնակչին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Երբ որ հանձնարարականի ուժով գործը հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում, բնականաբար տրվեցին հանձնարարականներ, ակտիվացվեց քննությունը եւ բազմաթիվ վկաներ եւ ապացույցներ ձեռք բերվեցին, որոնք իմ գնահատմամբ արդեն իսկ բավարար էին, որպեսզի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այս կերպ է բացատրում, թե ինչպես Վեդիում մանկապղծության վերաբերյալ հաղորդում ստանալուց ու քրեական գործ հարուցելուց միայն շուրջ 3 ամիս անց իրավապահները լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո ձերբակալեցին ու մեղադրանք առաջադրեցին այդ արարքները կատարելու մեջ կասկածվող տղամարդկանց։ Պողոսյանն ասում է, երբ գործը հանրային հնչեղություն է ստանում, ըստ հատուկ հրամանի այն վերցվում է հսկողության տակ զեկուցվում իրեն։ Այդպիսով փաստացինը ընդունում է մի քանի օրվա մեջ իրավապահները բավարար ապացույցներ են հավաքել մեղադրանք առաջադրելու համար, ինչը մի քանի ամսում չէին կարողացել կամ չէին ուզել անել։ Գույնս զգույշ լինենք եւ չտրվենք որևիցե այլ գայթակղության եւ դրանով չոտնահարենք երեխայի լավագույն շահը, Երեխաների լավագույն շահը հիշատակող պաշտոնյան այդպես էլ չի ընդունում, որ իրավապահները թերացել են իրենց աշխատանքում։ Ազգային ժողովում նրան հարցը ուղղած ՔՊԱ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որի դեպ ժամանակին նաև աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարն էր, նույնպես այդ հարցը չի պնդում։ Պողոսյանի պատասխանը նրան բավարարում է, այնինչ առաջին ահազանգը իրավապահները ստացել էին դեռ փետրվարին։ Գործը փաստացի անտեսվել էր, տղամարդիկ օրենքի առջև չէին կանգնելու, շարունակել էին իրենց հանցանքը։ Պարոն Պողոսյան, ինչու եք անգործություն ցուցաբերել Վեդի հետ կապված։ Անգործություն ինչ եք ցուցաբերել, պարոն Պողոսյան։ Այսօր միայն օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ պաշտոններից ազատվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։ Պաշտոնանկ են արվել նաև Արարատի մարզի դատախազն ու Վեդիի քննչական բաժնի պետը։ Թեև խնդիրը համակարգային է, բայց նրանց վերադասները, ուժային կառույցների ղեկավարները պատասխանատվություն ստանձնել չեն ցանկանում իրավապահների անգործության հետևանքով անչափահաս երեխաների կրած վնասների համար։ Նրանք բացահայտորեն ունեն երկրի ղեկավարի աջակցությունը։ Վեդի դեպքը բացահայտվել է իրավապահ օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը եւ իրավապահներն են քննություն անում։ Փաշինյանը նույնպես մոռանում է փետրվարից անչափահաս քույրերի հայրը իրավապահներին բողոք ներկայացրել է, բայց քննիչները որոշել են, որ մտավոր խնդիրներ ունեցող անչափահաս 15 տարեկան երեխան, որը ենթադրաբար սեռական բռնության էր ենթարկվել, իրարամերժ ցուցմունքներ է տվել։ Խնդրին լրջորեն մոտենալու փոխարեն գործը քնեցրել են, ոչ մեկին մեղադրանք չառաջադրելով։ Դրա հետևանքով էլ մանկապիղծներն ազատության մեջ շարունակել են իրենց հանցանքն ու բռնության են ենթարկել նաև երեխայի 17-ամյա կրկին անչափահաս քրոջը։ Նրա հաղորդման հիման վրա էլ եւս մեկ վարույթ է հարուցվել արդեն ապրիլի 22-ին։ Այդ գործով էլ ձերբակալությունը եղել է միայն 3 հասարակական ճնշման պայմաններում։
Երկու գործերն այժմ միացվել են մեկ վարույթում, մեղադրյալ են ներգրավվել 65-ամյա Դավիթ Այնազյանն ու 58-ամյա Արթուր Երեմյանը։ Դատարանի որոշմամբ երեկոյան ժամը 6-ի դրությամբ Դավիթ Այնազյանը արդեն կալանավորվել է։ Գլխավոր հարցը շարունակում է մնալ նույնը։ Երբ ժամերի ընթացքում քաղաքական գործերով մեղադրանքներ են առաջադրվում, կալանքների են տարվում ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիները նույնիսկ Facebook-յան գրառումների համար, ինչպես կարող էին իրավապահներն իրենց ձեռքի տակ այդքան մեծ գործիքակազմ ունենալով հանդերձ, ամիսներ շարունակ չկարողանալ բացահայտել մանկապղծության դեպքը։ Ձեր գործընկերոջ անձնական նամակագրությունը հանել եք, ձեր վարչությունում քննարկել եք, մամուլին համարյա հայտարարել եք դրա մասին։ Անչափահասին բռնաբարության մեջ մեղադրվողի հեռախոսը չէ կարող գրավել, որ ստուգեք տենակ ինչ այնտեղ կատարվում։ Այ էդ եք դուք, այ էդ է ձեր դեմքը։ Ահա սարսուռ այս դեպքով իրավապահների անգործությունը չի ուզում քննադատել անգամ մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանն ասում է դեռ գնահատականներ տալ չի ուզում, քանի որ իրավապահներից այլ տեղեկատվություն է ստացել ու սպասում է գրավոր պարզաբանումների։ Փաստորեն ձեզ համար տարակուսելի չէ, ինչպես են այդ մարդիկ ազատության մեջ եղել եւ շարունակել այդ գործը։ Քննչականի աշխատանքը ինչպես է գնահատում, որ դրանց չեն ազատությունից զրկել։ Ես նույնիսկ եմ կրկնում, եթե դեմ չեք, մենք պաշտոնապես ստանանք պատասխանը, որպեսզի ես հիմա անվստահելի կամ անարժանահավատ որևէ տեղեկատվության հիման վրա եզրահանգումներ ու դիրքորոշում չձևավորեմ։ Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե լրատվամիջոցները աղմուկ չբարձրացնեին։ Ազատության մեջ գտնվելու ժամանակ տղամարդիկ քույրերի նկատմամբ սեռական բռնություն գործադրելուն զուգահեռ նաև սպառնացել են նրանց։ Հարևաններն են պատմում քույրերից մեկն անգամ այժմ հաղորդակցվել չի կարողանում։ Սպառնալիք այդ փոքր անչափահասերը կոկորտից բռնելա, ես խոսել եմ անձամբ իր հետ։ Ասում է կոկորտիցս բռնելա, ինձ ասում է հորդ կսպանեմ, մորդ կսպանեմ, քեզ կխեղդեմ, ասելա հոպարիս կասեմ, ասելա դրան էլ կսպանեմ։ Չի բանար, երեխեն պաշտպանվելա, վերջը այն օրիա դատել, որ այդ երեխեն 5 օր պարկաստեղի չէր կարողանում կանգնել, ինչ օրիա դատել այդ երեխուն, դե պատկերացրեք, ու այդ ձևով այդ երեխուն տանջելա, երեխեն մի շաբաթ անկողնային պարկածա, տնօրենն ու դասատուները զարմանում են, այդ երեխեքը խիչ են գալի դասի, եկել են տուն, տեսել են բեհուշ ընկածա, դե պատկերացրեք, հիմա հոգեկան վիճակում են այդ երեխեքը, հոգեկան վիճակում, խոսում ես դողում այս են ցալինում, չասեք իրանց մեզ կսպանեն։ Բալավայ Հարևանները վրդովված են, սա այն դեպքը չէր, որը բացահայտելու համար ամիսներ էին հարկավոր։ Երեխաների նկատմամբ բռնության ականատեսներ են եղել, դպրոցներից մեկի տեսախցիկներն են անգամ ֆիքսել արտառոց տեսարաններ։ Ինչու էին իրավապահներն անտեսում այդ բոլոր ապացույցները, փաստացի կոծկելով գործը։ Փետրվար ամսվանից երկու դպրոցները երրորդ դպրոցն ու առաջի դպրոցը հայց են ներկայացրել, բողոք են գրել, որ այս երեխեքի հետ այդքան բաներ են արել, հեսա ձայնագրությունները։ Ոստիկաններն ասում են, փաստ չկա, ես իմիջ չկա, դրա համար մենք չենք դատապարտում դրանց։ Ոնց որ դպրոցները տնօրենը բողոք է ներկայացրել, ձայնագրություններն էլ դրել են դեմները։ Կամերաները լրիվ ցույց է տալի, թե ոնց են բռնի ուժով տանում։ Այդ դրանից հետո ինչ եք ուզում։ Ճանապարհին հավաքարարն է բռնել, երեխուն, երկոր, այդ տաքսի շոֆեր, այդ բեմուրազը, դավոն, կայնելա, որ երեխուն քաշկրտ է մցրելա ավտոն, այդ հավաքարարը ավելով ձեռը, երկրորդ օրը բռնելա, ծեծելա, երեխուն ձեռից առելա։ Դպրոցի հավաքարարներից։ Իրավապահներից պաշտպանություն չստանալու պայմաններում անզորությունից դերթված երեխաների հորեղբայրը որոշել է արդարադատությունն իր ձեռքը վերցնելու մարմնական վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին, որը հենց երեխաներին տեղափոխող տաքսու վարորդն է եղել։ Դրանից հետո էլ քննչականից զանգել են, երեխաներին առանց փաստաբանների հարցաքննության են 3 կանչել։ Ընդդիմացող հորեղբորը հայհոյել են, բանը հասել է նրան, որ հաշիվներ պարզելու են գնացել։ Հա, այգու մեջ 7 ոստիկան սպասել են իմ ամուսնուն եւ այնտեղ արդեն քաշքշուկը սկսվել է։ Իմ ամուսինն է հարվածել ոստիկանին, որովհետեւ նրան հայհոյել էր, ինչ որ պիտի պատասխան տար ոստիկանը, իսկ մնացածով արդեն հասել են ամուսնուս վրա, երևի այս քաշքշուկը սկսվել է։ Երեխաների հորեղբորքինն ասում է, ոստիկանները դիտմամբ հրահրել են վեճը երեխաների հորեղբորը ձերբակալելու համար։ Նրա ձեռքերը նույնիսկ ալանավորեցին, սենց փակեցին տարան, իսկ Դավիթենց այդ ձևով չեն տարել, նրանք ազատ իրենց քայլելով, իրենց ձևերով գնում էին։
Քույրերի հարազատներն ու Վեդիի բնակիչները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն Վեդիի ոստիկանները, քննչականի աշխատակիցները։ Նրանք նույնիսկ խոսելով ձև չգիտեն, տակտ չունեն։ Իմ տալի հանդեպ նույնիսկ արայով, աղջիով, ինչ որ շատ անպարկեշտ վարք ունեն։ Ես նրանց չեմ հարգում, ամբողջ Վեդին չի հարգում, այստեղ ոստիկան չկա, ամբողջ Վեդին նրանց ոստիկան չի համարում, նրանք տղամարդ չեն։ Ես չեմ հասկանում ինչ կարելի է անել, ասա այդ ոստիկանների հետ։ Ես ոստիկաններին ասել եմ, ամբողջ ժողովրդին հանել եմ ոտի։ Հավաքում ենք, ընդ ոստիկանության շենքը փակել տանք։ Մեր Վեդին անտեր երկիր է, պետք է ոստիկան գոյություն չունենա։ Խի Վեդիի բնակչուհին մեր ուղիղ եթերում հայտարարություններից հետո կանչվել էր ոստիկանություն, նա սակայն հրաժարվել էր որևէ վկայություն տալ նաև դեպքից իր ունեցած մանրամասների վերաբերյալ։ Տղա ջան, ես արդարության համար խոսել եմ, մեղավոր եմ։ Ինձ տարեք պատճեկ, ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց, որովհետև կարող է այդ ցուցմունքը սխալ թեքեք իմ ու իմ հարևան մերձավորների դեմ։ Մինչ քրեական գործով ընդամենը 2 տղամարդու է մեղադրանք առաջադրվել, երեխաների շահերը ներկայացնող փաստաբանը նշել էր, ունի տվյալներ, որ այս մանկապղծության դեպքով եւս մեկ անձ է ներգրավված 39-ամյա տղամարդ, որը ներկայացել է որպես ընտանիքի բարերար։